2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան պայթած պատերազմը շատերի համար անակնկալ էր, բայց ոչ նրանց համար, ովքեր ուշադիր հետևում էին դեպքերի զարգացմանը։ 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի հայտարարություններով, որոնք ըստ ընդդիմախոսների տապալեցին բանակցային գործընթացի տասնամյակների տրամաբանությունը։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս ամենի գագաթնակետը դարձավ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում արված հայտարարությունը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բաքուն հաջորդ օրը դատապարտել էր այս հայտարարությունը, պնդելով, որ այն սադրիչ բնույթ ունի եւ տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի մեջ։ 2020-ի սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմին նախորդեցին Տավուշի սահմանագոտում հայ-ադրբեջանական մարտերը։ Հայկական կողմը 4 զոհ տվեց, իսկ ադրբեջանցիները 12, որոնցում գնդապետ եւ գեներալ։ Հայաստանը մի բարձունք վերադարձրեց։ Փաշինյանը զինվորականներին պարգևատրեց 71 մարտական խաչ շքանշաններով։ Տավուշյան մարտերին զուգահեռ Բաքվում ցույցեր էին «Ազատագրեք Ղարաբաղը» կոչով։ Ցուցարարները գրոհել էին Ադրբեջանի խորհրդարանի շենքը։ 2020-ի ընթացքում արդեն երրորդ անգամ մեկնարկում են թուրք-ադրբեջանական թուրաարծիվ լայնամասշտաբ զորավարժությունները։ Դրանց ավարտից հետո թուրքական բանակի բազմաթիվ սպաներ եւ զինտեխնիկա մնում են Ադրբեջանում։ 44-օրյայի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պնդում էր, որ 2020-ի օգոստոսի երկրորդ կեսին, այսինքն պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ անվտանգության խորհրդի նիստում վարչապետին զեկուցել է, որ հակաօդային պաշտպանության ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է թույլ եւ որ գործող համակարգը չի բավարարի լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում։ Հենց այս ժամանակահատվածում ըստ որոշ տեղեկությունների 2019 թվականին իշխանությանը ներկայացվել է առաջարկ պատերազմից խուսափելու համար քննարկել 5 շրջանների վերադարձի հարցը, ինչը սակայն մերժվել է։ Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը վերադարձրեք 5 շրջանները որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք առելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով։ 2020 թվականի օգոստոսին Փաշինյանը իր ընտանիքի հետ մեկնեց արձակուրդ։ Մարիամ, մի րոպե սպասի, ուղիղ եթեր եմ, քեզ ցույց տամ, ոնց ես քշում։ Եթե հանկարծ ուղիղ եթերում ընկնես ձիուց, ինձ թվում է դիտումները կտրուկ կավելանան։ Պատերազմից օրեր առաջ սեպտեմբերի 25-ի սահմանում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ իր քաղաքացիներին եւ աշխատակիցներին խստորեն զգուշացնելով խուսափել շփման գիծ եւ սահմանամերձ բնակավայրեր այցելելուց անվտանգության սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել սահմանին մոտ գտնվող շրջաններում ճանապարհորդություններից, այդ թվում Դիլիջանի ազգային պարկի հյուսիսում գտնվող M4 եւ M16 ավտոճանապարհների արևելյան հատվածից մինչեւ Վրաստանի սահմանը Տավուշի մարզում։ Խորհուրդ չի տրվում ուղևորվել Լեռնային Ղարաբաղի շրջան։ Գրեթե միաժամանակ Ադրբեջանում սկսվեց քաղաքացիական բնակչությունից մեքենաների բացահայտ մոբիլիզացիա։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հանդես եկավ ելույթով, որտեղ կրկին խոսեց Թավշյա հեղափոխության եւ Հայաստանում կատարած ժողովրդավարական փոփոխությունների մասին։ 2018 թվականի Հայաստանի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից էր այն, որ Հայաստանի խաղաղ հեղափոխությունը արժանացավ միջազգային հանրության գովեստին եւ ճանաչմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, ընդգծել է Փաշինյանը, ոչ մի բառ չասելով Արցախին սպասվող այդ պահին արդեն ակնհայտ դարձած վտանգի մասին։ Ես ուզում եմ հրավիրել իմ ադրբեջանցի գործընկեր նախագահ Իլհամ Ալիևին ընդունելու այն բանաձևը, որը կստեղծի պայմաններ խաղաղ գործընթացում ճեղքման համար։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է 2 անձ, մեկը արտաքին գործերի նախարարը, մյուսը ես։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին, որը պետք է եթեր հեռարձակվեր սեպտեմբերի 27-ին։ Այդ հարցազրույցը երբեք եթեր չհեռարձակվեց։ Զրույցի անոնսից ընդամենը մի քանի ժամ անց սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ հարձակումը Արցախի ողջ երկայնքով։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։